Սաղմոս 105:16 խոսքից գրված է. «Եվ սով կանչեց երկրի վրա, և հացի ամեն զորությունը կոտրեց, նրանց առաջից մարդ ուղարկեց, Հովսեփը ծառայության մեջ ծախվեց, չարչարեցին նրա ոտները կապանքի մեջ, նրա անձը երկաթի մեջ մտավ, մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը եկավ, Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Թագավորն ուղարկեց և արձակեց նրան, նա որ տիրապետում էր ժողովուրդներին ազատեց նրան, նա տեր դրեց նրան իր տան վրա և իշխան իր ամեն ստացվածքի վրա»։ Ուզում եմ 19-րդ խոսքը ևս մեկ անգամ կարդալ։ «Մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը եկավ, Տիրոջ խոսքը փորձեց նրան»։ Այսօրվա իմ պատգամը ես վերնագրել եմ այսպես. պատրաստություն, խավարում։ Երբ որ ես կյանքում առաջին անգամ գնացի մարզասրահ, մարզիչը, որը աշխարհի չեմպիոն էր, հաղթանդամ տղամարդ, մարզված, ատլետիկ կազմվածքով, բարձրահասակ, ինձ ցույց տվեց պարկած դիրքից հրում վարժությունը։ Ու երբ որ ես արդեն պարկած դիրքից այդ վարժությունը անում էի, քանի որ քաշը այդքան էլ ծանր չէր դրված, ես արագ սկսեցի դա անել։ Ես արեցի 9, հասա 10 ու արդեն հասկացա, որ հոգնել եմ ու դադարեցի։ Այդ մարզիչը ուշադիր նայեց ինձ ու ասեց. «Դու հասկացար, որ այն ինչ դու արեցիր, ոչ մի իմաստ չուներ»։ Ասում եմ, բայց ինչի իմաստ չուներ։ Ես արեցի այնքան, մինչև հոգնեցի։ Ասում եմ, այն ինչ դու արեցիր, ոչ մի իմաստ չուներ։ Ինչու։ Երբ դու թողեցիր, ասեցի, երբ որ զգացի, որ ճնշումը արդեն ուժեղացավ, մկաններս արդեն ցավում էին, էլ չէի կարող։ Որ երրորդը դու չկարողացար այլևս անել, ասեցի 11-ը։ Եվ այդ մարզիչն ասեց, որ այդ ամենի մեջ, երբ որ դու այդ 10 վարժությունը արեցիր, իմաստ ուներ հենց այդ 11-ը։ Որովհետև հենց այդ 11-ի ժամանակ, երբ որ քո մկաններն արդեն լարված են, երբ որ դու արդեն ֆիզիկապես ցավ ես զգում, հենց դա է ժամանակը եւ պահը, որ քո մկանները սկսում են աշխատել։ Մինչ այդ ինչ որ դու անում էիր, դու պատրաստվում էիր այդ 11-ին, բայց երբ որ դու հասար 11-ին, դու ուղղակի թողեցիր դա։ Ու մարզիչը ինձ առաջարկեց, ասեց, հիմա եկ անենք այլ կերպ։ Դու կանես 11 հատ, 11 անգամ, երբ որ հասնես 12-ին, ես քեզ կօգնեմ։ Ես չգիտեի ինչպես պիտի օգնի։ Ես սկսեցի անել, հետաքրքիր է, որ ես երբ որ հասա 10-ին, ես միայն այդ ժամանակ, երբ որ ինքը իմ առաջ դրեց 11-ը, երբ որ հասա 10-ին, ես հասկացա, որ ամեն դեպքում մի կերպ կկարողանամ այդ 11-ը անեմ։ Ու սկսեցի մի կերպ, արդեն ջղաձգվելով այսպես, մկաններս արդեն ցավ է գալիս, արդեն ես զգում եմ, որ մկաններս ցավում է, քրտինքը արդեն պատել է ամբողջ մարմինս, սեղմում եմ, որ այդ 11-ը բարձրացնեմ, բայց քանի որ խոսք եմ տվել, պիտի անեի։ Ու մի կերպ ես այդ 11-ը չգիտեմ էլ ոնց, կիսատ, մի թևս բարձր, մի թևս ցածր, հետո վերջում հավասարացրեցի ու այդ 11-ը մի կերպ բարձրացրեցի ու հետո արդեն ուզում եմ թողնեմ։ Ու երբ որ թողեցի, այդ մարզիչը մոտեցավ, որ ինձ օգնի, որ ես 12-ը անեմ։ Ես ուղղակի ապշած էի։ Գիտեք որն էր իր օգնությունը։ Ինքը մոտեցավ ծանրաձողին ու ընդհանրապես իր ցուցամատով։ Այսպես թեթև կպավ ձողին։ Երբ որ ինքը կպավ ձողին, ես արեցի 12, 13, 14, 15։ Ես ինքս էլ չէի հասկանում, ինչ ակա, այս մարդը չի օգնում ինձ։ Այս մարդը ընդհանրապես իր փոքրիկ մատով, այսպես դիպավ ուղղակի այս ձողին։ Ես սկսեցի անել։ Ես հասա մինչև 17, 18, 19։ Եվ ինձ արդեն խղճալով երևի, այդ մարզիչը ուղղակի ասեց. «Վերջին անգամ, մի անգամ էլ, մի հատ էլ ես անում»։ Իմ մոտ տպավորություն էր, որ իմ մկանները արդեն իրարից բաժանվել են։ Ես ինձ ստիպեցի ու մի կերպ, արդեն էլ չգիտեմ քրտինքս ուր է հասեմ, մարմինս ամբողջությամբ ցավում է, արդեն որոշել էի, որ դրանից հետո չեմ շարունակելու։ Բայց սեղմեցի մի կերպ վերջին ճիքերս գործադրելով այդ 20-ն էլ արեցի ու ասեցի 20։ Երբ որ ես ասեցի 20, այդ մարզիչն ինձ նայեց ու ասեց ոչ թե 20, այլ 8։ Ասում եմ ոնց 8։ Որովհետև ասում է, երբ որ դու արեցիր 20 հատ,
Առաջին 10 հատը ոչ մի իմաստ չուներ։ Դա ընդհանրապես պատրաստություն էր։ Երբ որ դու սկսեցիր արդեն ուժ գործադրել, երբ որ գնալով ճնշումն ավելի ուժեղացավ, երբ որ ցավը ավելի մեծացավ, երբ որ դու ստիպված եղար ավելի շատ ջանք գործադրել, եւ երբ որ ես արդեն քեզ օգնեցի, այդ ժամանակ 12-ն էր։ Դրա համար էլ դու արել ես 8 հատ, 8 անգամ։ Այդ վերջին 20-ը ինձ թվաց, որ իմ կյանքից 20 տարի գնաց, երբ որ ես արեցի։ Իսկ մարզիչը ինձ ասեց, գիտես, այդ վերջին 8 անգամը դու մտածում էիր, որ չէիր կարող անել։ Բայց ես քեզ կասեմ մի բան, հենց այդ վերջին 8 անգամն էր, որ քո մարմինը պիտի կառուցեր։ Վերջին 8 անգամն էր, որ քեզ հասցրեց նպատակին։ Գիտեք, Աստված իր ամենամեծ գործերը, իր մեծագույն գործերը, իր տեսիլքները երկրի վրա իրականացրել է անհատների միջոցով։ Դուք դժվար թե հանդիպեք մի դեպք, երբ որ Աստված բազմություններին է օգտագործում տեսիլքի համար կամ որևէ գործի համար։ Աստված գալիս է բազմության մեջ, բայց նա նայում եւ ընտրում է անհատների, նա ընտրում է մեկին, գտնում է մեկին, ում մեջ տեսնում է ինչ որ բան, որ գուցե մեկ ուրիշի մեջ չկա։ Աստված մի փոքր կրակ է վառում մեկի սրտում, բայց այդ մի փոքր կրակից կարող է բռնկել մի ամբողջ բազմություն։ Աստված կարող է տեսիլք տալ մեկին, բայց այդ տեսիլքով կարող է վարակել բազմություններին, բայց ամեն բան սկսվում է մեկ հոգուց։ Երբ որ Աստված սկսեց Հովսեփին օգտագործել, ոչ թե այն էր պատճառը, որ Հովսեփը պատրաստ էր։ Հովսեփը պատրաստ չէր։ Քանիսը եք համաձայն, որ Հովսեփը պատրաստ չէր։ Այն տեսիլքին, որ Աստված տվել էր։ Հովսեփի կյանքի տարիները փաստում է, որ Հովսեփը պատրաստ չէր Աստծո տեսիլքին։ Աստված Հովսեփի կյանքում խոսեց, երբ Հովսեփը 17 տարեկան էր։ Աստված տեսիլքն իրականացրեց, երբ Հովսեփն արդեն 37 տարեկան էր։ Շատերը շփոթությամբ մտածում են, որ Հովսեփի տեսիլքն իրականացավ եւ Հովսեփը դարձավ Եգիպտոսի կառավարիչը։ Դա տեսիլքը չէր։ Դա տեսիլքը չէր։ Դա ընդհանրապես մի ժամանակահատված էր, որ տեսիլքի մեջ պետք է իրականացվեր։ Տեսիլքը իրականացավ այն ժամանակ, երբ 20 տարի անց եղբայրները եկան ու ծնկի իջան Հովսեփի առաջ։ Այդ ժամանակ միայն իրականացավ։ 13 տարի բանտ, նեղություն եւ խավար։ Բայց Աստծո պատրաստությունը տեղի է ունենում հենց խավարում, այնտեղ, որտեղ կա ճնշում, որտեղ կա ցավ, միտեղ, որտեղ օր-օրի, ամեն օրը նման է այդ ծանրաձողին, որ դու կարծես ստիպված այդ մի օրն էլ ես անցկացնում, որ քեզ պետք է, որ այդ օրը գոնե ավարտվի, եւ դու ստիպված դա բարձրացնում ես եւս մեկ անգամ։ Գիտեք, երբ որ ես բարձրացնում էի այդ ծանրաձողը, իմ մարմինը ցավում էր։ Իմ մկաններն արդեն թվում էր բռնվել էին, քրտինքը ամբողջությամբ պատել էր մարմինս։ Ինձ թվում էր, երբ որ ես գնամ մարզասրահ, ես պիտի հաճույք ստանամ։ Բայց դա ինձ համար կարծես փորձություն լիներ։ Կարծես տառապանք լիներ։ Ու ես զարմանում էի, մարդիկ ո՞նց են հաճույքով գալիս մարզասրահ։ Ինչ հաճույք են ստանում։ Ես այդ ժամանակ հոգնել էի։ Ես հոգնել էի ու միակ բանը, որ այդ ժամանակ ես ամեն ինչից առավելն էի ցանկանում, այդ ծանրաձողը թողնելն էր։ Թողնելու այդտեղից դուրս գալը։ Բայց մի զարմանալի բան էր տեղի ունենում, որը ես չէի նկատում։ Իմ ֆիզիկական տանջանքի հետ մեկտեղ, ֆիզիկական դժվարության, հոգնածության, դրա հետ մեկտեղ իմ ներսում տեղի էր ունենում մի բան, որը ես չէի նկատում։ Արտակնապես իմ մարմինը կորել էր քրտինքի մեջ։ Հոգնած տեսք ուներ։ Բոլոր մկաններս ցավում էին։ Այն մկանները, որոնք չէի օգտագործել, դրանք էլ էին արդեն ցավում։ Բայց զարմանալին ինչն է, որ այն, ինչ ցավ էր ինձ համար արտակնապես, ներքուստ կառուցում էր իմ մարմինը։
որը ես չէի նկատում։ Երկրորդ Կորինթացիների 4-րդ գլխում 16-րդ խոսքից Աստվածաշունչն ասում է. նրա համար չենք թուլանում, այլ թեև մեր դրսի մարդը փչանում է, բայց մեր ներսի մարդը օրեցօր նորոգվում է։ Որովհետև մեր այժմյա թեթև նեղությունը ամենագերազանց հավիտենական փառքի մեծություն է գործում մեզ համար։ Գիտեք, ես այսօր ուզում եմ խոսել այն մարդկանց հետ, ովքեր հոգնել են ֆիզիկապես, ովքեր գուցե հոգնել են մտավոր, հոգեպես, հոգնել են, այլևս պատճառ չեն գտնում առաջ շարժվելու, ովքեր ուզում են հանձնվել, ովքեր գուցե ասում են սա ինձ բավական է, ես այլևս այս ծանրաձողը չեմ ուզում, ես չեմ ուզում մնալ այստեղ, ես չեմ ուզում այս խավարի մեջ լինել, բայց ես այսօր եկել եմ, որ ասեմ քեզ, որ Աստված աշխատում է քեզ հետ։ Պատրաստման շրջանը ընդհանրապես դա անտեսանելի է մեզ համար։ Աստված կարծես այդ ժամանակ գործում է մեր կյանքում ծածուկում։ Բայց երբ որ անցնում է պատրաստման շրջանը, զարմանալին այն է, որ պտուղները հայտնի են դառնում բոլորին։ Եվ կյանքում կնկատես, որ մարդիկ քո կյանքի պտուղներն ավելի են փափագում, քան քո պատրաստման շրջանը։ Չեմ կարծում ինչ-որ մեկը մոտեցել է ու ասել է. «Մխիթար եղբայր, աղոթի, որ քո կյանքի փորձությունները իմ վրա էլ գան»։ Այդպես ոչ մեկ չի ասում։ Եթե մոտենում ենք, ասում ենք «Մխիթար եղբայր, աղոթի, որ քո օծությունը ինձ վրա գա»։ Ես ուզում եմ, ես էլ օծված լինեմ, ես ուզում եմ ծառայել Աստծուն, բայց ես չեմ ուզում անցնել ճանապարհը։ Երբ որ Աստված խավարի մեջ պատրաստում է քեզ, սխալմամբ դու կարող ես մտածել, որ դա քեզ համար է։ Բայց Աստված քեզ չի պատրաստում քեզ համար։ Աստված քեզ պատրաստում է մեկ ուրիշի համար, ուրիշների համար։ Երբ Հովսեփը հայտնվել էր բանտի մեջ, եւ Աստվածաշունչը նկարագրում է շատ պատկերավոր, որ չարչարեցին նրա ոտերը կապանքի մեջ եւ նրա անձը երկաթի մեջ մտավ։ Հովսեփը բանտում էր։ Առաջին հայացքից արտաքնապես ինչ էր դա։ Բանտ, հանցագործներ, Աստված գիտի թե ինչ հանցագործներ էին եգիպտական բանտում եւ Աստված գիտի թե ինչպիսին էր եգիպտական բանտը։ Ես Գերմանիայում երբ որ ապրում էի, մի անգամ այդպես առիթ եղավ, որ ուղղակի տեսնեի, այդտեղ չէի հասկանում ինչ պիտի վերցնեինք, ուղղակի բանտը տեսնեի։ Բանտի անգամ արտաքին այդ տեսքը շենքի նման չէր բանտի։ Էլ չեմ ասում ներսը, որ ընդհանրապես որ գնում եք, օրինակ, չգիտեմ, Ծաղկաձոր։ Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե եկել են բանտ, այլ եկել են հանգստանալու։ Այդ էր գերմանական բանտը։ Բոլոր եվրոպական նորմերին, մարդու իրավունքները այնտեղ պաշտպանվում են, ամեն բան հրաշալի է, բայց այստեղ եգիպտական բանտը այդպիսին չէր։ Եգիպտական բանտը այնպիսին էր, որ 13 տարի հետո, երբ որ Հովսեփը պիտի դուրս գար բանտից, գրված էր, որ ինչ արեց։ Ածիլվեց ու շորերը փոխեց։ Առաջին անգամ 13 տարվա մեջ։ Այդպիսին էր եգիպտական բանտը։ Երբևիցե 13 տարի մնացել եք նույն հագուստով։ 13 օր գոնե մնացել եք, 13 տարի սափրվեց։ Դուրս եկավ, որ կանգնի փարավոնի առաջ, բայց այն ինչ վերապրում էր Հովսեփը այդ խավարի մեջ, բոլորովին անհասկանալի էր Հովսեփի համար։ Երբ մատրվակը եւ հացագործը պիտի դուրս գային բանտից, Հովսեփն ինչ էր ասում. Ես սխալմամբ եմ այստեղ հայտնվել, խնդրում եմ, ինձ համար խոսեք, ես այդ մեղքը չեմ գործել, ես այդ սխալը չեմ գործել, քանի անգամ եղել մտածել ես Աստված իմ, ինչի համար, ինչի համար, չեմ հասկանում, ինչի համար հայտնվեցի այստեղ, ինչ եմ ես արել։ Բայց ես այսօր ուզում եմ քեզ ասեմ, դու հայտնվել ես խավարի մեջ ոչ թե նրա համար, որ ինչ-որ բան ես արել, դու հայտնվել ես այդտեղ, որովհետև ինչ-որ բան պիտի անես։ Եվ Աստված գտնում է մի սիրտ, որտեղ կարող է տեղավորել իր մեծ տեսիլքները։ Այն տեսիլքը, որ Աստված է քեզ տալիս, գիտես առաջինը ինչպես ես քննում դա Աստծուց է թե ոչ։ Դա պիտի լինի ավելի մեծ, քան դու։ Եթե Աստված քեզ տալիս է տեսիլք եւ դու մտածում ես, որ ես սա հեշտությամբ կարող եմ իրականացնել,
դա Աստված չի տվել քեզ։ Երբ Աստված քեզ խոստմունք է տալիս մեծ տեսիլք, մեծ երազանք է դնում քո սրտում, դրանից անմիջապես հետո ոչ թե Աստված բերում է ռեսուրսները, այլ դու գնում ես մարզասրահ։ Այդ մարզասրահը շատ տարբեր է, եթե երբևիցե եղել եք մարզասրահում, այնտեղ միայն մի սարք դրած չի։ Այնտեղ շատ տարբեր է։ Ամեն մեկն ունի իր նշանակությունը։ Յուրաքանչյուրը մի կոնկրետ մարմնի մասը կառուցելու համար է, կոնկրետ մկանի համար է։ Բայց նրանք, ովքեր հոժարակամ ընդունում են Աստծուց տեսիլքը, պիտի պատրաստ լինեն պատրաստվել խավարում։ Գիտեք դա ինչին է նման։ Աստված տալիս է խոստմունքը, դա նշանակում է, որ վառվում են բոլոր լույսերը այդ պահին քո կյանքում։ Դու հայտնություն ես առել, Տերը խոսել է քո կյանքում եւ բոլոր լույսերը վառվել են։ Եվ դրանից անմիջապես հետո, երբ արդեն Աստված տեսավ, որ դու հասկացար, բոլոր լույսերն անջատվում են։ Աստծո մեծագույն գործերից մեկը, ոչ մեկը, երբևիցե այս աշխարհում տեղի չի ունեցել առանց պատրաստման։ Եվ այնինչ Աստված թույլ է տալիս այսօր քո կյանքում, որ դու անցնես, դա քեզ համար չի։ Դա ուրիշների համար է։ Երբ ես բարձրացնում եմ այդ ծանրաձողը, ճնշումը, այդ ճնշումը ստիպում էր, որ իմ մկանները աշխատեին։ Եվ ավելին ասեմ, որքան ուժեղ էր ճնշումը, այնքան մկաններն աշխատում էին։ Երբ որ ես տեսա, թե ինչպես էին պրոֆեսիոնալ մարզիկները մարզվում, ես զարմացա։ Նայում ես երիտասարդ, ատլետիկ, այսպես կազմվածքով, բարձրասակ, պարկածա, ծանրությունը այնքան շատ է դրել, որ ես մտածում եմ, հեսա կմնա տակը։ Վերցնում է մի կերպ, ես տեսնում եմ այդ թևերի երակները արդեն ուռած։ Մի կերպ 1, 2 և 3 ու վերջ։ Ես նոր 20 հատ էի անում, բայց սա պրոֆեսիոնալ էր, ընդամենը 3 հատ։ Բայց գիտեք որն էր իմ ու իրա տարբերությունը։ Քաշը։ Աստված ամեն մեկից տալիս է փորձություն մեր կարողացած իջափով։ Մենք ամեն մեկս այդ ծանրաձողին դրնում ենք այն քաշը, որը մենք կարող ենք տանել։ Բայց դա չի նշանակում, որ Աստված քեզ չի տա ավելի քաշ։ Գիտեք, Աստված տալիս է մեզ ավելի շատ քաշ, որպեսզի մենք բարձրացնենք, բայց գիտեք այդ ժամանակ ինչ է անում։ Եվ դու որ 6 ամիս առաջ մտածում էիր, որ արդեն կխելագարվես ես խավարում, արդեն 3.5 տարի է անցել։ Գիտես ինչու։ Որովհետև Աստված օգնում է քեզ։ Օգնում է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր պատմություն կերտեցին այս աշխարհի մեջ, նրանց պատրաստությունը անցավ խավարի մեջ։ Նրանք այդ ժամանակ ծածուկ էին, երբ Աստված պատրաստում է քեզ խավարում, ոչ մեկ դա չի տեսնում եւ ավելին դու էլ դա չես տեսնում։ Դու ուղղակի գուցե հարցեր ունես, թե ինչու եմ ես այս ամենի միջով անցնում, իսկ ուրիշներն էլ ոչ թե հարցեր ունեն, այլ պատասխաններ ունեն քեզ համար, որովհետեւ դու մեղք ես գործել։ Ճնշումը ամեն բան որոշում է։ Ճնշումից է կախված ջուրը, ինչպես կհորդի։ Ճնշումն է ջուրը բերում։ Կրակն է, որ մաքրում է ոսկին։ Կրակը ոչ միայն մաքրում է անհատներին, կրակը մաքրում է նաև եկեղեցին։ Ճնշումը մաքրում է եկեղեցին։ Աստված ճնշումն է օգտագործում, խավարն է օգտագործում, կրակն է օգտագործում մաքրելու համար, ոչ թե օրհնությունները, բարգավաճումը, երջանկությունը, կրակը։ Անգամ իժը դուրս եկավ կրակից։
երբ որ բռնեց Պողոս առաքյալի ձեռքը։ Կրակն է որոշում, ճնշումն է որոշում, թե ինչպես է Աստված պատրաստվում մեզ գործածել։ Դրա համար, երբ որ նայում ես քո կյանքին, երբեմն այնքան էլ հետաքրքիր չի, թե դու ինչքան շատ խոստմունքներ ունես քո կյանքում։ Դու կարող ես նայել, թե ինչով ես դու անցնում։ Ինչով ես դու անցնում։ Որտեղ ես դու պատրաստվում։ Եվ նայելով քո պատրաստության վայրին կարող ես հասկանալ, թե որքան հեռուն է Աստված պատրաստվում քեզ տանել։ Հովսեփն անցնում էր չարչարանքներով, տառապանքով։ Մեզանից շատերն էլ հիմա գտնվում են մի տեղում, որտեղ գուցե քեզ համար բացի հարցերից ուրիշ ոչինչ չկա։ Ինչու՞։ Ինչու, Տեր Աստված։ Ինչու եմ ես անցնում։ Երբ որ ես մի փորձությունից դուրս էի գալիս, իմ մոտ տպավորություն էր, որ ինձ էլ ոչինչ չի զարմացնի։ Հաջորդ անգամ, երբ որ ես հայտնվեմ փորձության մեջ, ես արդեն հաղթական հավատքով կգնամ։ Եվ Աստված ինձ զարմացնում էր։ Հայտնվում էի այնպիսի փորձության մեջ, որ դարձյալ նույն հարցն էր. բա սա ինչու։ Ու ես այդ ժամանակ սկսում էի հասկանալ Իսրայելի ժողովրդին։ Որովհետև երբ էր Իսրայել ժողովրդի միջից դուրս գալիս այն, ինչ որ կար, այն, ինչ իրականում կար մարդու ներսում։ Միթե այն ժամանակ, երբ որ Աստված բացեց Կարմիր ծովը։ Նրանք անցան, դուք պատկերացնում եք, ծովը բացվել է, մեջտեղից կիսվել է, երկու պատեր են։ Դրա համար էլ է համարձակություն պետք անցնել, բա որ հանկարծ փակվի։ Բայց անցան։ Բայց այդ ժամանակ ոչինչ հասկանալի չէր Իսրայել ժողովրդի կյանքում։ Երբ որ Աստված նրանց ջուր էր տալիս եւ հաց էր տալիս, ոչինչ հասկանալի չէր։ Բավական էր նրանք հայտնվեին անապատում եւ մի քիչ ծարավ զգային։ Մի անգամից ամեն բան պարզ էր դառնում։ Ինչու էր Աստված ասում գնացեք անապատ, որպեսզի ինչ անեք։ Երկրպագեք։ Փարավոնին ինչ ասաց։ Գնում ենք անապատում ինչ անենք։ Երկրպագենք։ Երկրպագության լավագույն տեղը անապատն է։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, անապատից դուրս գալու միակ ճշմարիտ բանալին երկրպագությունն է։ Դերեկ Պրինսն ասում էր, 3 տարի պահանջվեց, որ ես դադարեմ անապատում տրտնջալ։ Եվ ասում եք, գիտեք ինչ տեղի ունեցավ, երբ որ ես դադարեցի անապատում տրտնջալ, ես դուրս եկա անապատից։ Իրական երկրպագությունը տեղի է ունենում խավարում, ոչ թե լույսի մեջ։ Եվ երկրպագությունը իրական բանալին է խավարից դուրս գալու համար։ Այս աշխարհում էլ կային մարդիկ, ովքեր որ իրենց կյանքով պատմություն կերտեցին։ Վկայություն թողեցին ամբողջ աշխարհի համար։ Ազգեր փոխեցին։ Ինչպես կարող ենք առաջինը չնշել Տեր Հիսուսին, ով անցավ բոլոր մարդկային փորձություններով առանց մեղքի եւ աշխարհի փրկության պատճառ դարձավ։ Պողոս առաքյալը իր կյանքում ավելի շատ օրհնություն տեսավ, թե հալածանք։ Պողոսը չգիտեր բարգավաճման օրենքները։ Պողոսը չգիտեր ինչպես հռչակեր Հիսուսի անունը, երբ որ նավը պիտի խորտակվեր։ Չգիտեր այդ գաղտնիքները։ Թե հավատքի ուսմունքը չգիտեր։ Բայց նա հոժարակամ գնում էր, փոթորիկին գնում էր դեմ հանդիման։ Պետրոսն էլ տեսավ հալածանք։ Առաքյալները տեսան հալածանք։ Եվ աշխարհում էլ կային մարդիկ, որ մեր ժամանակներում, անցյալ դարում եւ մեզ հետ այսօր նաեւ դեռևս ապրող,
Կար մի մարդ, ում անունն էր Նելսոն Մանդելա։ Նելսոն Մանդելան 26 տարի անցկացրեց բանտում։ Երբ որ նա հայտնվեց բանտում, նրա հակառակորդները մտածում եւ ասում էին, որ նա էլ երբեք չի կարողանա քաղաքականության մեջ մտնել եւ նախագահ դառնալ, որովհետեւ նա 26 տարի բանտ էր նստել։ Երբ որ 26 տարի հետո Նելսոն Մանդելան դուրս եկավ բանտից եւ դարձավ նախագահ, դարձավ մեծ հեղափոխական, նա ասում էր, գիտեք ինչն էր պատճառը, որ ես դարձա, որովհետև ես 26 տարի բանտ եմ նստել։ Եվ նա ասում էր, որ 26 տարի բանտում դա նրա համար համբերության, հավատարմության, տեսիլքի ամրապնդման տարիներ են եղել։ Եվ նա շնորհակալություն էր հայտնում Աստծուն այդ 26 տարիների համար եւ ասում էր, երբ որ հարցնում էին, ո՞րն էր գաղտնիքը, լավ, 26 տարի, ախր դա 26 օր չի, դա 26 ամիս չի, դա 26 տարի է։ Ո՞րն է գաղտնիքը 26 տարի բանտում անցկացնելու եւ չկոտրվելու։ Եվ նա ասում էր, մի բան կար, որ ես անում էի։ Ամեն առավոտյան արթնանում էի ու ասում էր, իմ բանտախցում կար փոքրիկ պատուհան, որ երբեմն արևի շողերը ներս էին ընկնում։ Եվ ես պարզապես շնորհակալություն էի հայտնում Աստծուն այդ արևի շողերի համար։ 26 տարի, ամեն օր։ Ինչու Աստված չհանեց նրան 25 տարի հետո։ Դերեկ Պրինսն ասում էր, երբ որ ինձ հարցնում են, ասում են, ինչի Աստված Մովսեսին 40 տարի հետո սկսեց օգտագործել։ Ասում էր, շատ պարզ, որովհետև Աստված 39-ում չէր կարող։ Մենք չենք կարող Աստծուց սահմանված ժամանակը մեր անապատի մեջ կարճացնել, բայց մենք մեծ հնարավորություն ունենք դա երկարացնելու։ Դրա համար էլ պետք է ուշադիր լինենք։ Կորի տեն Բումը, մի կին, որ անցավ նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներով, հիտլերյան ռեժիմով, կորցրեց իր հարազատներին։ Նրա հարազատներին իր աչքի առաջ էին նացիստները գնդակահարում։ Եվ դրանից հետո հայտնույն համակենտրոնացման ճամբարներում նա անցավ մի ճանապարհ եւ եկավ Տիրոջ հետ այնպիսի մտերմության, որ նա հենց այնտեղ ներեց բոլոր նացիստներին, ովքեր վերացրել էին իր ընտանիքին, ամբողջ ընտանիքին։ Եվ այդ ներման ճանապարհը բերեց նրան այն կետին, որ նա միլիոնավոր մարդկանց վրա ազդեցություն թողեց այս աշխարհում։ Ջոնի Էրիքսոն Թադա, երիտասարդ մի աղջիկ, որ երիտասարդ տարիքում դժբախտ պատահարի պատճառով գանվեց սայլակին ու այդպես էլ երբեք չկարողացավ քայլել։ Շատ գեղեցիկ նկարում էր, ստեղծագործում էր։ Երիտասարդ տարիքում, ընդամենը մի դեպք, մի դժբախտ պատահար, եւ նա հայտնվեց խավարում։ Եվ նա էլ գուցե այն ժամանակ հարցնում էր, Աստված, ինչու Աստված, ինչու։ Եվ Աստված երբեք էլ չպատասխանեց ինչու։ Երբ որ հարցը փոխվեց, եւ նա եկավ հասավ իր կյանքում մի կետի, որ Տիրոջը ասեց, լավ, եթե ոչ ինչու, ապա ինչի համար։ Աստված պատասխանեց։ Եվ այսօր էլ նա իր կյանքում ճամփորդում ամբողջ աշխարհով մեկ, միլիոնավոր մարդկանց առաջ, նախագահների առաջ, կանգնում եւ խոսում Աստծո սիրո, հավատարմության, ներման եւ քաջալերում մարդկանց, որ Աստված ցանկացած կետում քո կյանքի, ցանկացած պարագայում կարող է քեզ օգտագործել իր փառքի համար։ Նա չհասկացավ ինչու, բայց հասկացավ ինչի համար։ Կարծում եք նա չգիտեր բժշկության մասին։ Ինչա նա չգիտեր, որ Աստված բժիշկ է եւ բժշկում է։ Հավատք չուներ,
Դրա համար էլ ես հակված եմ մտածել, որ քրիստոնեությունը դա սկզբունքների կրոն չի։ Քրիստոնեությունը դա փոխհարաբերություն է կենդանի Աստծո հետ։ Ջոն Բունյանը հայտնի ուխտագնացի ճամփորդությունը գիրքը, չգիտեմ քանիսդ եք կարդացել, դա համարվում է ոչ միայն քրիստոնեական, այլ ընդհանրապես համաշխարհային գրականության դասական գործերից մեկը։ Որտեղ է գրել Բունյանը այդ գիրքը։ Բանտում։ 12 տարի բանտում, հավատքի համար։ Իր հավատքի համար հալածված, բանտում, այդ խավարի մեջ։ Գուցե Ջոն Բունյանը հարցրեց Աստծուն. Ինչու։ Եվ Աստված չպատասխանեց։ Բայց դրանից հետո մեկ ուրիշ հարց հնչեց. լավ, Տեր, իսկ ինչի համար։ Եվ Աստված ասեց, այ հիմա դու ճիշտ հարց ես տալիս։ Հիմա ես ոչ միայն կպատասխանեմ, այլև ես կանեմ այն, ինչ պատրաստվում էի։ Եվ նա գրեց ուխտագնացի ճամփորդությունը գիրքը, որ այսօր քաջալերում եւ օրհնում է միլիոնավոր մարդկանց ամբողջ երկիր մոլորակով մեկ։ Եվ իդեպ սա դասական գործ են համարում ոչ միայն հավատացյալ մարդիկ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր հավատացյալ չեն։ Եվ իմ սիրելի հեղինակներից մեկը, որին ես շատ խորը ուսումնասիրում եմ մինչև օրս էլ, Վիկտոր Ֆրանկլը, ավստրիացի հոգեբանը, ով դարձյալ անցավ նացիստական ճամբարներով, անցավ տառապանքի ու խավարի միջով, 5 տարի եղավ նացիստական ճամբարներում, տեսավ տառապանք, հալածանք, սով, մերկություն։ Եվ գուցե հարցրեց, թե ինչու, եւ պատասխան չկար։ Բայց 5 տարի հետո տվեց մեկ ուրիշ հարց. իսկ ինչի համար։ Եվ նա ստեղծեց մի տեսություն, որն այսօր ամբողջ աշխարհում ընդունված է եւ մխիթարություն է շատ մարդկանց համար, ստեղծեց անգամ լոգոթերապիան։ Լոգոթերապիայի հիմնադիրը նա է համարվում, եւ նա ասեց, որ կյանքի իմաստը ոչ թե սեփական անձի հաճույքները բավարարելու մեջ էր, այլ կյանքի իմաստը մեկ ուրիշին օգնելու մեջ էր։ Եվ նա դա հասկացավ համակենտրոնացման ճամբարներում։ Եվ նա այդպիսի մի գիրք գրեց. Մարդը իմաստը որոնելիս։ Ու այնտեղ նա բացատրում է իր ամբողջ փորձառությունը այդ 5 տարիների ընթացքում, որ նա հասկացել էր։ Այս մարդիկ պատմություն կերտեցին։ Մենք այսօր կարդում ենք նրանց կենսագրությունները, գուցե դա մեզ մխիթարում է, դա մեզ ոգևորում է, բայց որքան մեծ գին են նրանք վճարել այդ վկայության համար։ Դու այսօր նրանց գրքերը գուցե վերցնում ես ձեռքդ, կարդում ես, դու այսօր վերցնում ես Աստվածաշունչը քո ձեռքը ու կարդում ես։ Թեև անցնեմ մահվան շուքի ձորով, չարից չեմ վախենա։ Բայց Դավիթն անցնում էր հենց մահվան շուքի ձորով, երբ որ գրում էր այդ Սաղմոսը։ Դու գուցե կարդում ես, որ 5 անգամ 40-ից 1 պակաս մտրակի հարված ստացա։ Այնքան ռոմանտիկ է հնչում։ Բայց երբ որ Պողոսը գրում էր այդ խոսքերը, մենք նույնիսկ չգիտենք նրա վերքերը լավացել էին, թե ոչ։ Գիշերը կարողանում էր քնել, թե ոչ։ Աստված պատրաստում է մեզ խավարում։ Եվ երբ գալիս է ամենամեծ ճնշումը, երբ որ գալիս է այն պահը, որ դու մտածում ես, ես այլևս չեմ կարող, սա բավական է ինձ համար, հենց այդ ժամանակ է, որ դու պետք է նորից հրես ծանրաձողը։ Հենց այդ ժամանակ է, որ Աստված իր մատով կանգնած է եւ ասում է դու նույնիսկ չգիտես, թե մինչեւ ուր կհասնես։ Դու մտածում էիր, որ դու չես կարող 6 ամիս առաջ, դու մտածում էիր, որ դու չես կարող 1 տարի առաջ, 5 տարի առաջ, բայց դու այսօր էստեղ ես։ Ինչու ես կարողացել, որովհետեւ շատ ուժեղ ես։ Ոչ, որովհետեւ մեկը կար, որ օգնում էր քեզ։
Ինչու անա թույլ տալիս, որ դու անցնես այդ ճանապարհով, որովհետև Աստված պատրաստում է քեզ ինչ որ բանի համար։ Եվ եթե դու դեմ ես գնում հասունությանը, եթե դու դեմ ես գնում պատրաստությանը, Աստված չի կարող երբեք քեզ մտցնել քո ապագայի մեջ։ Աստված չի կարող երբեք իրականացնել այն տեսիլքը, որը նախատեսել է քեզ համար։ Ես 14 տարեկան էի, երբ որ Աստված իր մարգարեի միջոցով խոսեց իմ կյանքում եւ ասեց, ես իմ խոսքը դնում եմ քո շուրթերին, դա Երեմիայի առաջին գլխից էր։ Ես 14 տարեկան էի։ Բայց երբ որ ես մտա այս ծառայության մեջ, ես արդեն 38 տարեկան էի։ 24 տարի պահանջվեց, որ Աստված ինձ մտցնի այն ծառայության մեջ, որի համար ասել էր։ Ինչ էր, որովհետև Աստված ուղղակի չի կարում շուտ անի։ Աստված կարիք ուներ 24 տարվա, ոչ։ Աստված կարող էր անել 24 րոպեում, բայց ես կարիք ունեի 24 տարվա։ Աստված պատրաստում է մեզանից ամեն մեկին, եւ ձեզանից ոմանք հիմա անցնում են ձեր կյանքում դժվար ժամանակներ, տառապանքի, ցավի, եւ եթե դու ուշադիր լինես, ամեն անգամ, երբ որ արդեն արցունքները գուցե խեղդում են քեզ, երբ որ այլևս թվում է թե ուժ չկա, երբ որ գալիս ես Տիրոջ առաջ, բայց գալիս ես ոչ այդ հարցով, ինչու Տեր, այլ գալիս ես ասում ես Տեր, ես համաձայն եմ ամեն ինչին, միայն թե ինձ ասա ինչի համար, ուզում եմ հասկանալ ինչի համար, դու այդ ժամանակ մի փոքրիկ հպում ես զգում ծանրաձողին եւ զգում ես, որ դու բարձրացնում ես, դու ասում էիր, որ 11-ի վրա կանգ կառնեմ, բայց հիմա արդեն 20-ն ես ասել, դու դարձյալ բարձրացնում ես։ Փառաբանության խումբը կարող է գալ, պատրաստվենք աղոթքի։ Աստծո պատրաստվածությունը տեղի է ունենում խավարում։ Գիտեմ, որ ոմանք հիմա անցնում են շատ ծանր ժամանակներ։ Երբեմն պատահում է, որ գալիս ես եկեղեցի եւ մտածում ես, սա վերջին անգամն է։ Այսօր էլ կգնամ ու վերջ։ Ու էլ չեմ գնա։ Ինչու, որովհետեւ դժվար է, որովհետեւ ծանր է, որովհետեւ քրտինքը արդեն պատել է քեզ։ Դու ուղղակի մի կերպ քո հայացքի մեջ այսպես ժպիտ ես տալիս, որ ուղղակի ողջունես քույր եղբայրներին, որպեսզի չզգան, չնկատեն, որ դու դժվարությունով ես անցնում։ Մենք այնպիսի հասարակության մեջ ենք ապրում, որ սովոր ենք թաքցնել մեր զգացմունքները։ Մենք չենք ուզում, որ ուրիշները իմանան, որ մենք թուլացել ենք։ Բայց ես հավատում եմ, որ Աստված խոսում է այսօր քո սրտին ու ասում է քեզ. Ես քեզ պատրաստում եմ։ Ես քեզ պատրաստում եմ։ Դու միգուցե այլ պլաններ ունեիր քո կյանքի համար։ Երբ որ դու որոշում կայացրեցիր ընտանիք կազմես, դու բոլորովին այլ պլաններ ունեիր, այլ ծրագրեր ունեիր։ Եվ մենք բոլորս ունենք այդ ծրագիրը մեր կյանքի համար, մեր երեխաների կյանքի համար։ Որն է մեր ծրագիրը։ Մենք ուզում ենք մեր երեխաների համար լավագույն ապագան։ Ուզում ենք նրանց տալ ամենալավ կրթությունը։ Ամենալավ կրթությունը։ Որքան հնարավոր է լավ կրթություն։ Բայց նաև կա մի բան, որ մենք ուզում ենք անենք։ Մենք ուզում ենք մեր երեխաներին պաշտպանենք կյանքի ամեն դժվարություններից։ Մենք չենք ուզում, որ մեր երեխաները դժվարություն տեսնեն։ Մենք ուզում ենք մեր երեխաներին տալ այն, ինչ մենք չենք ունեցել։ Մենք ուզում ենք սահմանափակել, ցանկապատել նրանց կյանքը, որ դժվարությունները նրանց մոտիկ չգան։ Բայց ես մի բան եմ հասկացել, որ գիտեք, դպրոցում մենք սովորում ենք գրեթե ամեն ինչ։ 10 տարի, հիմա արդեն 12 տարի, չգիտեմ,
12-ա, թե արդեն ավել, 12 տարի։ Բայց ես հասկացա մի բան, երբ որ ես դպրոցն ավարտեցի, ես հասկացա, որ ես շատ լավ տիրապետում եմ հայերենին, պատմությանը։ Ես շատ էի սիրում գրականություն կարդալ, շատ լավ գիտեի հայ գրականությունը, համաշխարհային գրականությունը, բայց մի բան կար, որ ես տենց էլ հասկացա, որ ես դա չգիտեմ, դա թե ինչպես պետք է ապրել։ Եվ երբ որ մենք ավարտում էինք, այդ ավարտական երեկոյին մեր դասղեկն ասում էր. հիմա դուք մտնում եք կյանք։ Հետարքիր է, մինչև այդ ուր էինք, բայց հիմա մտնում էինք կյանք, բայց գիտեք, մենք մտնում էինք այդ կյանքին բոլորովին անպատրաստ, բոլորովին։ Մենք անգամ պատկերացում չունեինք, թե ուր էինք մտնում։ Բայց Աստված այդպես չի վարվում։ Նա քեզ չի մտցնում մի բանի մեջ ու հետո պատրաստում։ Նա քեզ պատրաստում է, որպեսզի հետո մտցնի այդ ամենի մեջ։ Դրա համար այսօր դու անցնում ես պատրաստվելու այդ շրջանը խավարի մեջ։ Լինում է պահ, որ արդեն մտածում ես, ես այլևս ուժ չունեմ։ Միակ բանը, որը մնում է այդ ծանրաձողը ուղղակի թողնելն է։ Ոմանք արդեն այնքան են իջեցրել այդ ծանրաձողը, որ հասել է ձեր կրծքավանդակին։ Դուք ուզում եք ընդամենը ասեք, վերցրեք, որ սրա տակ չխեղդվեմ։ Ես էլ չեմ ուզում։ Տեր, ես էլ չեմ ուզում։ Ես էլ չեմ ուզում շարունակեմ։ Բայց փառք Աստծուն, որ Աստված գիտի, երբ ես դու խոսում պահի ազդեցության տակ։ Աստված շատ լավ հասկանում է եւ տարբերում է դա։ Դրա համար էլ Աստված այդ պահերին գալիս ու հայտնվում է քո կողքը։ Եվ այսօր այն խոսքը, որ Աստված ուղարկում է ամեն մեկին, ով անցնում է այդ խավարի միջով, դա հենց դա է, որ Աստված մոտեցել է ու օգնում է քեզ իր մատով, որպեսզի դու բարձրացնես ծանրաձողը վերև։ Աստված երբեք իր գործերը չէր պատրաստում հարմար ժամանակների մեջ, եւ Աստված չի գալիս օգտագործելու քեզ, որովհետեւ դու պատրաստ ես։ Մեզանից ոչ մեկը պատրաստ չի։ Բայց մի բան կար արարչության ժամանակ, որ Աստված արեց, մինչ կսկսեր արարել։ Առաջինը ինչ ասեց Աստված։ Թող լինի լույս։ Այսօր Աստված քո կյանքում լույս կվառի։ Աստված կլուսավորի, ինչու, որովհետև Աստված սկսում է կառուցել։ Սկսում է կառուցել քո կյանքը։ Դրա համար էլ այսօր Աստված պատրաստվում է լուսավորել, եւ Աստված ուզում է, որ դու գաս այդ լույսի մեջ, որպեսզի Տերը ավարտի այն, ինչ սկսել է, եւ որպեսզի դրանից հետո դու ավարտես այն, ինչ որ Տերը քեզ տվել է։